Պարոն Պետրոսյան, դուք ասում եք, որ գործունք հայլեր են արվում այսօր Նիկոլի դեմ, իհարկե դա չպետք է որ երևացող լինի, բայց նաև շատերը ասում են, որ միասնական ընդդիմության մեջ է հույսը, որ պետք է այդ միասնական ընդդիմությունը լինի, որ կարողանան այսպես Նիկոլի հախից գալ, այսպես ասած։ Որպես ամփոփում, ինչ պետք է անի այդ միասնական ընդդիմությունը կամ առհասարակ հնարավոր է ընդդիմության միասնականություն այս հարցում։ Նախ եւ առաջ այսօր Հայաստանում գոյություն չունի ընդդիմություն։ Ոչ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական։ Ոչ խորհրդարանական եւ ոչ արտախորհրդարանական։ Եթե լիներ ընդդիմություն, դա ցույց կտար հասարակության մեջ եւ հասարակությունը կգնար ինչ-որ մի ուժի հետևից։ Այսօր եթե հասարակությունը չի ընդունում որևիցե ուժի, որևիցե եւ խորհրդարանական եւ արտախորհրդական նշանակում է, որ ընդդիմություն գոյություն չունի։ Ուստի այն խոսույթը, որ ասում են միասնական ընդդիմություն, որ ընդդիմությունով։ Լևոն Ռոբերտսեր երեքը նույնն են։ Նիկոլն էլ իրենց հոգի զավակն է։ Այսինքն բոլորը նույն կաթսայի մեջ են։ Այսօր Հայաստանում գոյություն ունեցող այն, ովքեր որ իրենց ընդդիմություն են անվանում, բոլորը նույն Եվրամիության եւ Արևմուտքի կաթսայից են սնվում։ Դրա համար ժողովուրդը ոչ մեկին չի վստահ։ Այդ ազգային ուժերը ովքեր են, որոնց պետք է ժողովուրդը վստահի ու իր հետևից գնա։ Ազգային ուժերը երբեք ազգային ուժը ինքը խորքային ուժ է։ Ինքը երբեք չի ասում ես ազգային եմ։ Երբեք չի ասում։ Ազգային ուժը իր գործը անում է առանց որևիցե ակնկալիքի։ Եթե որևիցե մեկը ինչ որ մի գործ ճակերտավոր ինչ որ մի գործ անում է եւ ասում է որ ես ազգային եմ, իմացեք որ դա ազգային չի։